պարզ եւ սովորական ուլունքներն ու փուլերը Կարապետի ձեռքերում վերածվում են իսկական արվեստի գործերի։ Մուլտհերոսներից, սրբապատկերներից մինչև դիմանկարներ սիրիահայ տղան կարողանում է պատրաստել ձեռքի աշխատանքով։ Կարապետը մի ամբողջ ճամպրուկ կշռող փուլերն ու թելերը իր հետ Հալեպից է բերել։ Սիրիայում դա եղել է իր հիմնական աշխատանքը, պատվերների պակաս երբեք չի ունեցել։ Հայաստանում գործը վերսկսել է միայն մի քանի ամիս առաջ, պատվերները սակայն դեռևս միայն արտերկրից են։ Ես կարծում եմ, այս գործը ամեն մարդ չի կարող անել։ Ասենք ամենակարևորը այս գործին համբերությունն է։ Կարապետը գործը մորից է սովորել, մինչ մայրը նվերներ էր պատրաստում ազգակիցների ու բարեկամների համար, ինքը որոշել է այն եկամտաբեր բիզնեսի վերածել։ Սիրիայում շատ լավ ստացվում էր։ Գործը սկսում է նախնական պատվերից, պարզաբանում է Կարապետը եւ հավելում. մի աշխատանքը ավարտին հասցնելու համար 2 օր է պահանջվում։ Գներն էլ կախված են հենց պատվերի չափերից, սկսում են 4-ից 5 հազարից եւ աճում ըստ գործի բարդության։ Քեսի կերևին 30,000 են այ։ Սա ամենն եմ աշխատելու։ Փուլերով եւ ուլունքներով ստեղծված նկարները հաճախորդի ցանկությամբ կարող են տեղադրվել նաեւ շրջանակում։ Կարապետի վստահեցմամբ գործը որոշակի հմտություն է պահանջում, հակառակ դեպքում թելերն անընդհատ կխճճվեն, փուլերն էլ իրարից կհեռանան։ Շարելը որ մի շարելու եմ, ասենք պետք է որ շատ լավ ձևով շարենք, որ բացություն չմնա, դագին նկարը ասենք չերևա։ Շուտով իր աշխատանքները Կարապետը վաճառքի է հանելու նաև վերնիսաժում, մինչ այդ տանն է աշխատում։ Հուսով է, որ պատվերների քանակը հետզհետե կավելանա, որովհետև ինքը հաստատ է որոշել՝ մնալու է Հայաստանում։ Աննա Գրիգորյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։